Սիրելիներս, արդեն գարուն է և մեր օրգանիզմը պահանջում է տարբեր տեսակի բանջարով պատրաստված աղցաններ, ճաշատեսակներ, ինչպես նաև բանջարով հաց։ Այսօր միասին կթխենք եղինջով շատ համեղ յուրահատուկ բույրով հաց, որը Սյունիքի մարզում կոչում են նաև եղինջով կուտապ։ Եղինջը շատ անգամներ լվանալուց հետո ջրքամում ենք, վրան ավելացնում ենք կարմիր կծու պղպեղ, աղ, 2 ճաշի գթալ ձիթապտղի ձեթ։ Շատ համեմունքներ չենք օգտագործում, որպեսզի եղինջի անուշ բույրը չկորչի։ Մի լավ խառնում ենք և վերջ, միջուկը պատրաստ է։ Իսկ հիմա պատրաստենք խմոր։ Տարայի մեջ լցնում ենք 300 մլ ջուր, 1/3 թեյի գթալ աղ, 2 ճաշի գթալ ձեթ և այնքան ալյուր, որ ստանանք ձեռքերին մի փոքր կպչող փափուկ խմոր։ Խմորը հունցելուց հետո գնդում ենք և թողնում ենք հանգստանա մոտ 10 րոպե։ Այնուհետև ինչպես ժենգյալով հացը ձևավորում ենք եղինջով կուտապները։ Ինչպես տեսնում եք, պարզ հասանելի բաղադրատոմս է, բայց ստացվում է անչափ համեղ և օգտակար։ Տապակը դնում ենք ցածր կրակին, թողնում ենք մի լավ տաքանա, այնուհետև առանց 1 կաթիլ ձեթ ավելացնելու տապակում ենք կուտապները, մինչև երկու կողմից գեղեցիկ կարմրեն։ Եթե պահք չեք պահում, վրան քսում ենք սերուցքային կարագ և մատուցում ենք կիտրոնով։ Բարի ախորժակ։